Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարգերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի Ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, միասին այսօր մի երկու հարց քննարկենք քաղաքին վերաբերող։ Վերջին մի 2-3 նիստ առաջ, այսինքն երևի թե փետրվար-հունվար ամիսներին Ավականին որոշեց բացել քննող հանձնաժողով, որը քննելու էր Երևանի տարածքում մանկապարտեզների ապօրինի օտարման կամ առուծախի ինչ-որ հարցեր եւ պարզել դրանց իսկությունը։ Պիտի խնդրեմ, եթե ինչ-որ օրենքի շրջանակներում հնարավոր մանրամասներ, որովհետև մենք հասկանում ենք, որտեղ քննող հանձնաժողովը ինչ-որ գաղտնիքներ կան, որոնք պետք չի դեռ բացահայտել, ինչը որ հրապարակային է, դրանից խոսենք այսօր։ Շնորհակալ եմ, քննող հանձնաժողովը ստեղծվել է ամռանը հունիս ամսին 6 ամիս գործունեության ժամկետով եւ մենք բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացրել արդեն իսկ նախնական ընդհանրապես գաղափարը ծնվեց նրանից, երբ որ շատ քննադատություններ սկսվեց մանկապարտեզների կառուցման թեմայով, հերթերի հետ կապված քննադատություններ, այդ քննադատությունները մեզ տարան այն ուղղությամբ, թե ինչից է դա ի սկզբանե ծագել է խնդիրները։ Եվ մենք փորձեցինք հասկանալ եւ գտանք, այսպես ասած, նախնական բազա տվյալների, ըստ որի շուրջ 40 մանկապարտեզներ իրենց հարակից բակերով օտարվել են մասնավոր անձանց եւ նաեւ տարբեր պաշտոնատար անձանց տվյալ ժամանակահատվածներում քաղաքապետերի, թաղապետերի օժանդակությամբ օտարվել են։ Եվ որոշեցինք ստեղծել այդ քննող հանձնաժողովը եւ պարզել ընդհանուր պատկերը, քանի մանկապարտեզ է օտարվել, քանի երեխայի հերթ է գոյացել եւ ընդհանրապես համայնքը ինչ վնաս է կրել։ Եվ այդ գործունեության արդյունքում նախ ընդդիմադիրներից Մայր Հայաստանը չմիացավ այդ նախաձեռնությանը, այսինքն քննող հանձնաժողովի կազմում չընդգրկվեց։ Դա նույն օրինակը ազգային ժողովում կար։ Այո, որ ընդդիմադիրները ուղղակի չէին մասնակցում։ Չէ, այս դեպքում չեն էլ ընդգրկվել, չգիտեմ այնտեղ ընդգրկվել են թե ոչ։ Իմ հիշելով չէին ընդգրկել, որովհետև զեկույցի ես վերջին խոսակցությունների ժամանակ ոնց որ մի հոգեր ուղղակի գնացել գախնի բաժին։ Մայր Հայաստանը ընդհանրապես չընդգրկվեց, ազգային առաջընթացն էլ ընդգրկվեց, բայց գրեթե չի մասնակցում, մի հոգի է մասնակցում, մինիստրի է մասնակցել եւ այդ մեր այսպես ասած հետաքննական գործունեությունը հանգեցրեց նրան, որ 40-ից ավել մանկապարտեզների օտարման թիվը հասավ մոտ 100-ի։ Այս բանը մենք ունենք 100 եւ ավելի օտարված մանկապարտեզների ցանկ, իրենց հարակից հողամասերով են օտարվել եւ զարմանալին նաեւ որ այդ հիմնականում օտարված մանկապարտեզների բակային հատվածներում ասում կառուցված են առանձնատներ, տարբեր շքեղ առանձնատներ են կառուցված հիմնականում կամ դարձել են օրինակ մասնավոր մանկապարտեզներ եւ դա գոյացրել է հազարավոր երեխաների հերթեր եւ շատ փաստեր են ի հայտ գալիս, այնտեղ նաև ունեցանք դեպք, երբ որ պարզվեց կուսակցություններին են վարձակալությամբ տվել տարածքները դաշնակցությանը, Բարգավաճին եւ ներողություն դաշնակցությանը, ՕԵԿ-ին եւ ուրեմն հանրապետական կուսակցությանն են ինչ որ վարձակալությամբ տարածքներ տարվել եւ ցույց է տալիս, որ եթե այդ գործողությունները չլիներ ժամանակին, այսօր մենք մանկապարտեզների հերթի խնդիր չենք ունենա եւ միայն կոնե կզբաղվենք վերանորոգումներով, բայց մենք հիմա ոչ միայն վերանորոգումներով ենք զբաղված, այլ նաև նոր մանկապարտեզների կառուցմամբ, սենյակ խմբերի ընդլայնման, որպեսզի այդ հերթերը հասցնենք 0-ի եւ այս ամենի հետ մեկտեղ այդ քննադատությունները երբ որ լսում ես, շատ զարմանալի եւ զավեշտալի է իրականում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ դա քննադատում են, եթե իրենք ժամանակին քննադատած լինեն այդ օտարման գործընթացները, միգուցե մենք այսօր սյան հասած չլինենք, որովհետեւ շատերը նաև այդ թիմի մաս են կազմել ժամանակին եւ շատ տարօրինակ է իրենք այսօր խոսում են մանկապարտեզների վատ վիճակից, չգիտեմ ինչից եւ փետրվար ամսին ես կարծում եմ մենք կամփոփենք եւ զեկույց կներկայացնենք Եվ ես կարծում եմ արդեն իսկ մենք ունենք որոշակի տվյալներ, որոնք որ նա վիրապահարմիններին կուղարկենք, այնտեղ գիտեմ ընթացքում ինչև զեկույցը ներկայացնել։ Չէ, կարծում եմ վերջում ամփոփ կուղարկենք, ընդհանուր զեկույցը կուղարկենք, իրենք արդեն մեջից կորոշեն, այսպես ասած, որ նա քրեական գործ հարուցելու, վարույթ հարուցելու հիմք,
եւ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ պատկերը շատ տխուր է լինելու, որովհետև այն հետևանքները, որ համայնքը կրել է դրա թե գույքային առումով, թե մարդկային, այսպես ասած, առումով, դա շատ մեծ է եւ ես կարծում եմ, որ մի քանի քրեական գործեր դատախազությունում կան եւ հնարավոր է, որ մեր զեկույցից փոխանցելուց հետո նոր գործերի հայտ կան, մենք այս բանը նաեւ տվյալներ ենք հավաքագրում պետական մարմիններից, թե դատախազությունից ենք հարցում ուղարկել, սպասում ենք պատասխանի նաև կադաստրի կոմիտեից, որպեսզի մեր ամբողջական տվյալները եւ մեր եզրակացությունները լինեն ավելի հիմնավոր։ Իսկ զեկույցը, որ ներկայացվել է փետրվարին, ունենալու է փակ եւ բաց մասեր, թե ըստ դեպքում չփակ մաս հնարավոր չի։ Չեմ կարծում փակ մաս լինի, որտեղ այստեղ պետական գաղտնիքի որևէ տարր ես չեմ տեսնում, ավելին մեր հանձնաժողովին 2 նիստ են կարել, երկուսն էլ հրապարակային է եղել, այսինքն լրատվամիջոցներին ենք հրավիրել, նիստերից մեկը էս մեջում ուղիաթերով էլ նույնիսկ դրեցի, այսինքն մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ աշխատել եւ հրապարակային, որովհետեւ սրա նպատակը նաև հանրությանը ցույց տալն է իրական պատկերը, որովհետև մեր հանրության մեջ այդ խոսակցությունը եղել է ժամանակին, որ օտարել են տարածքներ, մանկապարտեզներ մասնավորեցրել, բայց դա եղել է ուղղակի, այսպես ասած, բակային խոսակցությունների մակարդակում։ Հիմա մենք անցնում ենք ավելի փաստերի դաշտում։ Մի քանի օրից ավականու հերթական նիստն է, մեր ընդդիմադիր գործիչները, ովքեր ավականիում են, միշտ ասում են, որ ավականու նիստերը անցնում են մի քանի րոպեի սահմաններում այն առումով, ոչ թե հենց ժամանակահատվածի առումով, այլ նրա առումով, որ օրակարգում զեկուցվող հարցերը քիչ են։ Այստեղ ուզում եմ մի հատ հասկանանք նպատակը որն է, զեկուցվող հարցերի քչությունը եւ օրինակ շատ ավականու անդամներ ընդդիմադիր նշում են, որ կարևոր խոշորագույն ինչ-որ հարցեր, որոնք բյուջեին են վերաբերում կամ ինչ-որ հարցեր, դրանք չեն զեկուցվում։ Նպատակը որն է չզեկուցվող հարցերը շատացնելու։ Չշատացնելու երևի տեսեք ես հետեւյալը կասեմ մենք ունենում ենք ամեն ավականու նիստին մոտավորապես 20-ից ավել հարցեր եւ յուրաքանչյուր հարցի քննարկումը ընդհանցակարգային կանոնակարգային առումով հնարավոր է տևի մի ժամից ավել եւ եթե մենք օրինակ բոլոր հարցերը քննարկենք այդ ընդհանցակարգով մեծ մի քանի օր պետք կլինի որ մենք նիստ անցկացնենք կամ 2-3 օր բայց սա դեռ մի կողմ, հա, մենք կարող ենք 2-3 օր նիստ անցկացնել, բայց դրանց բովանդակությունը պետք է հասկանալ։ Շատ հարցեր, որոնք որ օրակարգումներ արվում են, դա ոչ թե քաղաքապետի կամ իշխող կուսակցության կողմից բերված ինչ-որ հարց է, դա քաղաքացու կողմից դիմում է, օրինակ իր սեփական հողի նշանակությունը փոփոխելու մասին։ Այսինքն դրանք փաթեթներով հայերեն գալիս են։ Հա, այս քաղաքացու դիմումներ են հաճախ, որոնք որ ընդհանցակարգային առումով ավականին պետք է այդ որոշումը կայացնի, օրինակ հողամասի նպատակային նշանակության փոփոխություն կամ երկու հարակից հողերի փոխանակում։ Այսպեսի շատ հարցեր կան, կամ օրինակ շմագ լսումների արդյունքների հաստատում կամ մերժում։ Սրանք հարցեր են, որոնք որ վերաբերում են մասնավոր անձանց շահերին, եւ եթե մենք ամեն ինչը նստենք ու եթերում քննարկենք, իմ կարծիքով դա մի քիչ ճիշտ չի լինի նաև եւ բովանդակությունը ինչ որ անհատի հարց քննարկելը կարծում եմ ավականու ինստիտուտին ու եթերում այդքան էլ տեղին չի որովհետեւ դա տվյալ ամարտու մասնավոր հողի վերաբերյալ եթե իհարկե խոսքը չի գնում ինչ որ մեծ կառուցապատման մեծ համալիրի մասին բացի դրանից մեզ միշտ մեր ընդդիմադիր գործընկերներին առաջարկել են որ նախապես իրենց ցանկալի հարցեր կնորակարգը 14 օր առաջ կամ 7 օր առաջ ուղարկվում է եւ եթե տեսնում են հարց կա որ պետքա պարտադիր զեկուցվող եւ եթերով քննարկվի կարող են դրա մասին նախապես այսպես ասած տեղյակ բայց եւ քննարկել չէ հայտնում ինչեւ օրակարգը հաստատել է հետա որ չեն հայտնում այսինքն ես իրենց ասել եմ որ եկեք նախապես ասեք մենք քննարկենք մեզ մոտ էլ հասկանանք դրա նպատակահարմարությունը եւ կորոշենք այդ տեսքով օրակարգը կդնենք հաստատման, բայց իրենք միշտ վերջի պահին նիստի, երբ որ պետք է օրակարգը հաստատենք, մի րոպե առաջ ասում են, եկեք բոլոր հարցերը սարքենք զեկուցվում եւ բնականաբար մենք չենք պատրաստվում այդ ֆորմատով մի րոպեում որոշումը կայացնենք եւ բոլոր հարցերը կամ X հարցը դարձնենք զեկուցվող։ Դες անգամ ֆորմատ է առաջարկել խմբակցությունների ղեկավարների, երբ որ կհավաքվենք նախապես եւ կոնսենսուսային որոշում կկայացնենք, այս դեպքում նաեւ
իրենք առավելություն ունեն, որովհետև 3 ընդդիմադիր խմբակցություն կա, 2 կառավարող խմբակցություն, եւ եթե իրենք 3-ով ասեն, այս հարցը եկեք զեկուցվող դնենք, մենք այդտեղ կասենք շատ լավ, եթե դուք 3-ով պնդում եք, մենք 2-ով կհամաձայնենք։ Բայց իրենք այդ ֆորմատին էլ չմասնակցեցին եւ հիմա ամեն նիստից առաջ ասում են հարցերը սարքեք զեկուցող, ես էլ ասում չենք սարքելու եւ դեմ ենք քվեարկելու, որովհետև դա արդեն աշխատանքային մոտեցման հարց է դարձել։ Առաջիկա նիստին ինչ հարցեր կան, որոնք լայն հնչեղություն ունեն հասարակության շրջանում, որոնք արդեն ներառված են օրակարգում, չհետաքրքիր բաներ կան։ Առաջիկա նիստին մենք գումար կհատկացնենք տրոլեյբուսների ձեռքբերմանը, շուրջ 40 տրոլեյբուսների, որի մասին հայտարարվել է, կառավարության կողմից տրված գումարների ուղղվածությունը կհաստատենք, նաև շուրջ 100-ից մի փոքր ավել վերելակների համար գումար կհաստատենք, հիմնական հանրության հետաքրքրող հարցեր։ Դրանք են նաև Հանրապետություն խմբակցության կողմից ունենք առաջարկ Լենինգրադյան փողոց անվանափոխել Քրքրյանի անվամբ, դա էլ կարծում եմ որոշակի հանրային հետաքրքրություն կառաջացնի։ Մնացած հարցերը այս պահին ինչքան որ հիշում եմ եւ հասցրել եմ ծանոթանալ, իմ նշած նախորդ տիպի հարցեր էին, այսինքն հարցեր, որոնք որոշության շատ հանրային քննարկման հետաքրքրություն իրենից չի ներկայացնում, իսկ ինչ-որ անհատների դիմումներ են կամ ինչ-որ նաև շատ կարևոր հարց կա, պատվավոր քաղաքացիների կոչումներ կշնորհենք, մի քանի անձանց, առաջիկամ կհայտարարվի անունները, հիմնական Երևանի տոնակատարության շրջանակներում, հիմնական հարցերը առաջիկա նիստի դրանք են։ Մի փոքր նշեցիք, օրինակ ես պատկերացում կազմեցի, ռադիոլսողների համար հասկանանք ինչպես է աշխատանքը իրականացվում իշխանական եւ ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ, որ հավաքանու աշխատանքները դրանից չտուժեն։ Ինչպես եք դուք փորձում ընդդիմադիր գործընկերներին բերել ավելի կառուցողական դաշտ, բերել փորձել այնպես անել, որ ոչ թե այստեղ խմբակցության շահը լինի առաջնային, այլ հենց քաղաքի շահը։ Ցավոք սրտի ոչ բոլորի հետ է ստացվում աշխատել քաղաքին օգուտ տալու տեսանկյունից, ներկայացված խմբակցություններից Մայր Հայաստանի առհասարակ որևէ համագործակցություն որևէ շրջանակում տեղի չի ունենում ցավոք սրտի, ազգային առաջընթաց խմբակցության մի քանի ներկայացուցիչների հետ ստացվում է աշխատանքը, որտեղ իրենք հայտարարել են, որ երկու մասի են այսպես ասած բաժանված, մի մասի հետ որոշակի հարցեր լինում է քննարկել, հանրային ձայն խմբակցության ներկայացուցիչների հետ լինում հարցեր քննարկել, այսինքն adekvatության օբյեկտիվ դաշտում եւ ինչ որ լուծումներ տարբեր հարցերի վերաբերել պատկերացնում ենք եւ նաեւ առաջարկներ կա, որ ընդունում ենք։ Ընդհանուր առմամբ մի քիչ տխուր է այդ առումով իրավիճակը, որովհետեւ նույն օրինակ վերջի դեպքերը, երբ որ աղբավարի հրդեհ բռնկվեց, դա կարծում եմ առաջին հերթին բոլոր ավականու անդամները անկախ իրենց քաղաքական պատկանելությունից պետքա իրենց ջանքերն ուղղեն քաղաքում տեղի ունեցած այդ միջադեպը շուտ լուծելու ուղղությամբ, բայց մենք տեսանք, որ օրինակ ընդդիմադիր խմբակցության որոշ ներկայացուցիչներ բացի on-line հարթակներում, ինտերնետ հարթակներում այդ ամեն ինչը ուրախությամբ ակտիվ տարածելուց որևէ քայլ, որ կնպաստի այդ խնդրի լուծմանը չարեցին։ Եվ ես կարծում եմ, որ ընդդիմադիրը ինքը ոչ թե պետքա պայքարի քաղաքի դեմ, այլ քաղաքային իշխանության դեմ։ Այդ բանը տեղի ունեցած հրդեհը դա քաղաքի դեմ խնդրեմ էր, ոչ թե քաղաքային իշխանության, եւ դու քո լուման պետքա ներդնես, որ այդ խնդիրը լուծես։ Թեկուզ ֆիզիկապես, թեկուզ խորհրդով, թեկուզ զանգով, ինչ որ կերպ պետքա փորձես ասես ինչով կարող եմ օգնել այս խնդրի լուծմանը, ոչ թե առավոտից երեկո Facebook-ում կամ չգիտեմ որտեղ նստած այդ ծխի նկարը սկսես տարածել եւ հույս ունենաս, որ ծուխ այնքան երկար կտևի, որ Երևանի Երևանն էլ տեղի չունենա տոնակատարությունը։ Անկամ падգամավորները եղան, որ ասցին դե հեսա տոնը ծխի պատճառով տեղի չունենա մեկ օր առաջ։ Սա ինձ համար շատ ցավալի է, որովհետեւ եթե ես լինեի ընդդիմադիր, անկախ նրանից ով կլիներ իշխանություն, եթե քաղաքում հրդեհ լինի կամ որևէ արտակարգ իրավիճակ լինի, ես առաջին հերթին կնպաստեմ այդ խնդրի լուծմանը, լուծումից հետո նոր կսկսեմ մեղադրել, թե ինչ այդ խնդիրը առաջացավ, բայց այդ պահին պետքա մտածել քաղաքում հրդեհը մարելու եւ քաղաքի տոնը պատշաճ անցկացնելու համար, որովհետեւ դա երևանցիների համար է, ոչ թե քաղաքային իշխանություն։ Քանի որ խոսեցինք աղբավայրի թեմայից, ինչ առաջարկներ կան կամ ինչ մտքեր կան աղբավայրի
վերացման, փակման, եթե ինչ-որ այդպեսին կան, օրինակ մենք հիմա երկար տարիներ տևեց սանիտարական աղբավայրի շահագործմանը հասնելը, բայց ոնց որ ինքը բավականին դեռ արդյունքները այսպես գնահատված չափելի չկան, բայց ոնց ես գիտեմ աշխատում է ու 2024-ին եթե չեմ սխալվում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ Երևանն էլ ոնց որ ցանկանում ենք ունենալ նմանատիպ աղբավայր, ինչ նորություններ կան այս մասով։ Դե բնականաբար գիտեք որ ծրագիր կա աղբավայրը կոնսերվացնելու եւ նոր աղբավայր կառուցելու, դա պահանջում է նոր ներդրումներ մեծ մասնավորի կողմից ամենայն հավանականությամբ եւ քաղաքապետարանը մրցույթ է պատրաստում ինչքանով որ ես տեղյակ եմ հայտարարել, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա, ինքը իրական բավականին բարդ ծրագիր է եւ հաճախ ասում են դե փակեք աղբավայրը վերջացրեք, բայց դա այդպես հեշտ չի էլի, որովհետեւ պետք է կարողանալ այնպիսի վայրում այնպիսի աղբավայր ստեղծել, որպեսզի հետո քո քաղաքում աշխատող աղբատար մեքենաներ կարողանան պատշաճ այդ աղբը հասցնել տեղ, վերադառնալ ժամանակացույցի մեջ տեղավորվել, որտեղ մենք կարող ենք բավականին հեռու միտեղ Երևանից հեռու կան միտեղ աղբավայր օրինակ արագ փորձենք ինչ-որ ձևի կառուցել եւ աղբը հեռու տանել, որպեսզի նույնիսկ որևէ դեպքի բերումով քաղաքում չենք ծուղ չլինի, հոտ չլինի, բայց պետք է հասկանալ, որ պետք է աղբատար մեքենաները ունենան պատշաճ գրաֆիկ եւ կարողանան այդ ամբողջ աշխատանքները ճիշտ իրականացնել։ Սա շատ բավականին բարդ թեմա է իրականում, բայց ես կարծում եմ, որ մենք 2026 թվականին որոշակի առաջընթաց կունենանք այս առումով։ 2026-ին ամբողջ հանրապետությունը սպասում է խորհրդարանական ընտրություններին, քաղաքական նոր ուժեր են ձևավորվում, նախաձեռնություններ, որոնք հայտնում են, որ պիտի լինեն քաղաքական ուժեր, սպասում են ինչ-որ տարբեր խմորումներ, զարգացումներ են լինում։ Ես ուզում եմ մի համեմատական տանենք 2023-ին ավականուն ընտրություններին մասնակցության ցուցանիշներ ցածր։ Կարելի ասել քաղաքացին ուղղակի ոնց որ իր համար կարելի ասել մեկ էր, որ կգնամ ընտրության, չեմ գնա, ինչ տարբերություն, այս ցուցանիշը շատ լավ ընկավ։ Ինչպես է քաղաքացիական պայմանագիր օրինակ անելու, որ խորհրդարանական ընտրություններին քաղաքացին գնա տեղամաս։ Այո, 2023-ին բավականին ցածր ցուցանիշ էր Երևանի ընտրություններում, դուք իրավացի եք։ Իմ կարծիքով դա պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, մեկը դա Ղարաբաղում ստեղծված իրավիճակներ, որը որ բավականին հանրային ուշադրությունը այդ հարցին էր ուղղված, եւ նաեւ ավականուն ընտրությունների ոչ այդքան քաղաքական լինելը, որքան խորհրդարանական ընտրություններն են, եւ մրցակցությունն էլ շատ մեծ չէր, եւ կարծում դա բերեց նրան, որ մասնակցությունը քիչ եղավ, այսինքն հիմնականում ընտրությունների գնացին մարդիկ, ովքեր որ քաղաքային հարցերի վերաբերյալ ինչ-որ լուծումներ էին ակնկալում իշխանություններից եւ այն մարդիկ, ովքեր քաղաքականացված էին ավելի շատ կամ քաղաքական ավելի հետևանքներ կրող ընտրությունների դեպքում կգնային, այս դեպքում որոշեցին, որ այդքան էլ նպատակ կամ իրենց հարմար տեխնացուին չգտային, որովհետեւ դա էլ ավարկած որ մարդիկ դեմքի են, չէ՞, սովոր քվեարկելու մարդը գնում է քվեարկության, ոնց որ իրան ավելի շատ մոտ, ծանոթ, շատ ժամանակ էկրաններին տեսած մարդկանց այդտենց է քվեարկում։ Ու հավանականություն կա, որ մարդը կգնար ընտրության, բայց իր ցանկալի տեխնացուին օրինակ չէր տեսնում այդ ցանկում, դա էլ ավարկած։ Իմ կարծիքով խորհրդարանական ընտրություններին ավելի բարձր է լինելու ցուցանիշը այդ թվում Երևանում, նաև հաշվի առնելով արդեն իսկ տեղացող զարգացումները, որ բազմաթիվ ուժեր են մասնակցելու, ինչպես ակնկալվում է արդեն, եւ ես կարծում եմ, որ մասնակցությունը բավականին բարձր կլինի եւ ձայների բաշխվածությունն էլ շատ տարբեր կլինի, ավելի տարբեր կլինի, քան օրինակ Երևանի ընտրությունների ժամանակ էր։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Կհանդիպենք։